Բարև ձեզ, եթերում Հայաստան եւ աշխարհն է։ Մեր կողքին եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները նախ համառոտ։ Հիլարի Քլինտոնը անձնական կայքեջ է բացել, ինչով է պատրաստում զբաղվել արդեն նախկին պետքարտուղարը։ Վրաստանում քաղաքական նոր սկանդալ է ծնվում, նախկին վարչապետ Զուրաբ Ժվանյայի մահվան գործով կարող են հարցաքննել Միխայիլ Սահակաշվիլիին։ Լրացել է Բիձինա Իվանիշվիլիի վարչապետության 100 օրը, ինչ է փոխվել Վրաստանում անցած 3 ամիսներին։ Թուրքիայի արտգործնախարարը Սիրիային մեղադրել է Իսրայելի դեմ պատերազմ չսկսելու մեջ։ Ինչու են թուրքական լրատվամիջոցները խեղաթյուրում սիրիական պատերազմը, ինչու են բանակի հաղթանակները վերագրում զինյալներին եւ ինչու են թուրքական թերթերը գրում ամսնամների հաղթանակների մասին հենց այն օրերին, երբ հայտնվում են հաշտության եզրերը, պարզաբանում է արաբագետ Արմեն Պետրոսյանը։ Սա տեղեկատվական պատերազմ է։ Հիլարի Քլինտոնը սեփական կայքեջ է բացել, Միացյալ Նահանգների նախկին պետքարտուղարի կայքը դեռ միայն Քլինտոնին հարց տալու հնարավորություն է տալիս։ Քլինտոնը չի մեկնաբանել, թե ինչով է պատրաստում զբաղվել եւ կայքը ինչ նպատակ է հետապնդելու։ Հունվարի 31-ին Միացյալ Նահանգների պետքարտուղարի պաշտոնում Քլինտոնին փոխարինեց Ջոն Քերին։ Թուրքիայի արտգործնախարարը Սիրիային մեղադրել է իսրայելական օդային հարվածներին չպատասխանելու մեջ։ Ահմեդ Դավութօղլուն ասել է, որ իր երկիրը ձեռքները ծալած չի նստի, եթե Իսրայելը հարձակվի մուսուլմանական երկրի վրա։ Փորձելով վարկաբեկել Սիրիայի նախագահին, Դավութօղլուն նույնիսկ ասել է, որ Դամասկոսը հավանաբար գաղտնի համաձայնություն ունի հրեական պետության հետ։ Հիշում եք, երբ Սիրիայում պատերազմ սկսվեց, հայաշատ բնակավայրերում տեղի ունեցող յուրաքանչյուր պայթյունի հանդեպ ուշադրությունը շատ մեծ էր։ Իրավիճակը շուտով ավելի վատ թարացավ, հայ համայնքը առաջին զոհերը տվեց։ Պատերազմն այնքան երկարեց, որ այսօր Սիրիայում տիրող քաոսի մասին տեղեկությունները սովորական են դարձել, չեն գրավում այն ուշադրությունը, որը կար 1 տարի առաջ։ Փաստը երևի թե պատերազմի ողբերգություններից մեկն է։ Կհաջողվի արդյոք հասնել հաշտության եւ ինչպես կարող է ավարտվել սիրիական պատերազմը։ Ի վերջո, ում հետ պետք է բանակցի Սիրիայի կառավարությունը, երբ ընդդիմությունն ասածն այստեղ խիստ հարաբերական է, բաղկացած է ահաբեկիչներից մինչև չափավոր այլախոհներ։ Այս մասին ենք խոսելու։ Իմ զրուցակիցը արաբագետ Արմեն Պետրոսյանն է։ Բարև ձեզ։ Եվ այսպես Սիրիայում հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունենում, նաև այսօր տեղեկացանք, որ ընդդիմադիր խմբավորներից մեկի ղեկավարը որոշել է դիմել կառավարության եւ պատրաստ է բանակցել նույնիսկ փոխնախագահի հետ։ Սա ինչ է նշանակում, ինչ որ նոր հարաբերություններ են հաստատվում, արդեն չեն ասում մենք ռեժիմի հետ գործ չունենք, նրանք հանցագործներ են եւ այլն։ Միգուցե գնում է ինչ որ դեպի խաղաղություն։ Նախ ամբողջ հարց այնն է, որ ձեր նշած այդ ընդդիմադիրը հանդիսանում է սիրիական ընդդիմության հիմնական ընդդիմության գլխավոր մարմնի սիրիական հեղափոխական եւ ընդդիմադիր ուժերի ազգային կոալիցիայի ղեկավարը, որը ստեղծվել է 2012-ի նոյեմբերին միջազգային սիրիական վարչակարգի հակառակորդ միջազգային ուժերի աջակցությամբ եւ մեծ ջանքերով եւ բնականաբար նման հայտարարությունը տվյալ անձը չէր կարող ինքնուրույն անել։ Ով ստեղծել է, նա էլ որոշումը կայացրել է։ Ըստ էության սա տեղավորվում է այն տրամաբանության մեջ, ինչին եւ մենք ակնկալում էինք 2013-ի սկզբից արդեն սկսած, որ այս տարվա հենց սկզբին ուրեմն սկիզբ են առնելու լուրջ գործընթացներ միտված սիրիական հակամարտության խաղաղ կարգավորմանը, բայց սա ընդհանրապես հայտարարություն է եւ դեռ այսինքն ընթառաջ գնալու, այսպես ասած, հայտարարություն, որը թերևս դեռ ընդհանրապես սկիզբն է, այսինքն ակնկալել, որ կլինեն այդ բանակցությունները կամ այդ բանակցությունների ընթացքում որևէ պայմանավորություն կլինի, թե չէ, սա ընդհանրապես։ Բայց կարող ենք ասել, որ եթե այս հայտարարությունը եղել է, դա նշանակում է, որ այն ուժերը, որոնք որ ստեղծել են այդ ընդդիմությանը, որոշել են արդեն գնալ հենց այդ ուղղությամբ, ասենք չգիտեմ, Միացյալ Նահանգները կամ Եվրոպայում որոշել են, որ Սիրիայի խնդիրը սկսեն ինչ որ ուրիշ լուծումներ գտնել։ Իհարկե կարելի ասել եւ սա այս մասին խոսում է արդեն այս հակամարտության բավականին տևական ընթացքը, շուտով արդեն կլրանա արդեն 2-րդ տարին եւ բնականաբար կարելի է բոլորին պետք է որ սա վերջանա արդեն։ Մի քիչ դժվար է ասել բոլորին պետք է, թե ոչ, այնուամենայնիվ միջազգային հանրությունը որոշակի ակտիվություն պետք է ցուցաբերի գոնե իմիտացիա ստեղծելու համար, որ ցանկանում են վերջ դնել այս հակամարտությանը։ Մի կողմից, քանի որ մի կողմից Ռուսաստանը վարչակարգի աջակցող արտաքին ուժերը մշտական կոչերով, գործողություններով, հայտարարություններով հանդես են գալիս խաղաղությանն ուղղված գործընթացների այսպես սկիզբ առնելու կամ կազմակերպելու հետ կապված։ Իսկ դրան հակառակ Միացյալ Նահանգները նույն մի խոսքով վարչակարգի հակառակորդ արտաքին ուժերը
միակողմանի եւ այսպես անզիջում հայտարարություններ էին ուղղված Բաշար Ասադի հեռացմանը։ Եվ ամենա այսպես անզիջումը Ասադի իշխանությանը հիմնականում Թուրքիան է եւ ամենակոշտ հայտարարությունները երևի այնտեղից են հնչում եւ Թուրքիայում շատ հետաքրքիր այսպիսի զարգացումներ են տեղի ունենում, որ այն առումով, որ նրանց լրատվամիջոցները մեղմ ասած օբյեկտիվ չեն լուսաբանում այն ինչ կատարվում է Սիրիայում եւ որպես կանոն սովորաբար հակառակն են ցույց տալիս, այսինքն երբ հաղթում է բանակը ցույց են տալիս, որ հաղթում են ապստամբները եւ այսպես շարունակ։ Սա ինչի հետևանք ինչ է կարծում, ինչի են Թուրքիայում այդքան ծանր ընդունում այն ինչ կատարվում է Սիրիայում եւ այդքան սուր է այնտեղ ամեն ինչ անցալվում։ Սա տեղեկատվական պատերազմ է, սա այս հակամարտության մի յուրահատուկ հարթություններից կողմերից մեկն է, տեղեկատվական քարոզչական պայքար, որը բավականին առաջնային դեր ունի տվյալ հակամարտության շրջանում։ Բավական է հիշենք, թե ինչպես սկսվեց եւ ինչպես խորացավ այս հակամարտությունը։ Հիմնականում այդ տեղեկատվական, քարոզչական մեթոդների միջոցով։ Հիմա կոնկրետ Թուրքիայի հետ կապված պետք է նշել, որ Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները ուղղակիորեն առնչվում են Թուրքիայի արտաքին քաղաքականության, ինչու չէ նաև ազգային անվտանգությանը։ Հետևաբար պետք է ակնկալել ուղղակի, որ նման զգայուն կլինեն թե իշխանությունները վարչակարգը եւ թե բնականաբար լրատվամիջոցները։ Այստեղ խնդիրն այն է, որ Թուրքիան այս հակամարտության մեջ հանդես է գալիս ընդդեմ վարչակարգի եւ բնականաբար նա ձգտում է դուրս հասնելու հաղթանակի, այսինքն ամեն կերպ հասնելու նրան, որպեսզի Սիրիայում հաստատվեն իշխանության գան ամենայն դեպս իրեն լոյալ քաղաքական ուժեր։ Իդեպ սիրիական պատերազմում նոր զարգացումների ֆոնին հետաքրքիր հրապարակումներ են տարածում թուրքական լրատվամիջոցները։ Երկխոսության մասին լուրը ստանալուց հետո թուրքական Անադոլու գործակալությունը գրեց, որ զինյալների խոսքով նրանք շուտով կգրավեն Հալեպը։ Գրեթե նույնը տեղի ունեցավ նաև 2 ամիս առաջ, երբ Սիրիայի բանակը պարտության մատնեց զինյալներին, իսկ Թուրքիայում գրեցին, թե զինյալներն են հաղթանակ տարել։ Դիտենք տեսանյութը, որից հետո կշարունակենք։ Թուրքիան ամեն ինչ անում է սիրիական ճգնաժամը խորացնելու համար։ Երկրի լրատվամիջոցները ներքաշված են Սիրիայում խաղաղությունը ձախողելու ծրագրի մեջ։ Սիրիայի ընդդիմադիր ազգային կոալիցիայի ղեկավարը հայտնել է, որ ընդդիմությունը պատրաստ է երկխոսության գնալ փոխնախագահի հետ։ Տեղեկության տարածումից անմիջապես հետո թուրքական Անադոլու գործակալությունը հայտնեց, թե իբր ապստամբները շուտով ամբողջությամբ կգրավեն Հալեպը։ Հետաքրքիր զուգադիպությամբ թուրքական լրատվամիջոցները զինյալների հաջողությունները վառ գույներով ներկայացնում են այն պահին, երբ իրականում Սիրիայի բանակն է հաղթանակներ տանում կամ բանակցություններ սկսելու հույսեր են ծնվում։ Դեկտեմբերի 15-ին հայտնի դարձավ, որ Սիրիայի բանակը Հալեպում սպանել է ապստամբների հրամանատարներից մեկին։ Այդ օրը զինյալները մի քանի 100 զոհ էին տվել։ Այս տեղեկությունը թուրքական լրատվամիջոցները չհրապարակեցին, բայց մեկ շաբաթ անց հայտնեցին, որ զինյալները մեծ հաջողությունների են հասել Հալեպի նահանգում ու Թուրքիայի սահմանակից շրջաններում։ Դեկտեմբերի 9-ին Հուրիեթը հայտնեց, որ զինյալները Հալեպում գրավել են ռազմաբազա ու վերահսկում են քաղաքից մինչև Թուրքիայի սահման հատվածը, բայց հենց այդ նույն օրը պարզ դարձավ, որ բանակն է հաղթանակ տարել եւ Հալեպի Բուստան Փաշա թաղամասից զինյալներին դուրս է մղել։ Ստացվում է, որ Սիրիայում իրավիճակը պատկերացնելու համար կարելի է հետևել թուրքական լրատվամիջոցներին եւ եզրակացնել ճիշտ հակառակը։ Դավիթ Սարգսյան, Arnews։ 2013 թվականի արդեն երկրորդ ամիսն է սկսվել եւ աշխարհը աստիճանաբար սկսում է շատ հետաքրքիր փոփոխությունների առաջ կանգնել։ Նախ Միացյալ Նահանգներում փոխվեցին երկու կարևորագույն պաշտոններ՝ պետքարտուղարը եւ պաշտպանության նախարարը։ Հունիսին կփոխվի նաև Իրանի ղեկավարությունը, մասնավորապես նախագահական ընտրություններ տեղի կունենան։ Միգուցե ամեն ինչ, քանի որ մենք սովոր ենք, որ ամեն ինչ իրար հետ կապված է, միգուցե այս փոփոխությունները ինչ որ չափով ազդեն Սիրիայի խնդիրը կարգավորելու վրա, որովհետև այնինչ լինում է Իրանի հետ, անմիջապես արտացոլվում է Սիրիայում։ Միգուցե Իրանի խնդիրը լուծեն եւ դրա հետ միասին նաև Սիրիայի հարցը լուծում ստանան։ Մինչև Իրանի խնդրին լուծմանը հասնելը դեռ ժամանակ կա սիրիական հակամարտության հետ կապված եւ այս պարագայում այո իրավացեք փորձագիտական ուրեմն հարության շրջանում ձևավորվել էր նման կարծիք, որ բավական չափավոր մոտեցումներ ունեցող թե պետքարտուղարի եւ թե պաշտպանության նախարարի պաշտոն նշանակված անձինք հիմնականում ուրեմն ձգտելու են խաղաղ ճանապարհով խնդիրների կարգավորմանը, բայց այնուամենայնիվ կա որոշակի անկանխատեսելիության գործոն։ Սա մանավանդ Սիրիայի նման երկրում, որտեղ արդեն չես հասկանում ով ով է։ Ես հաստատ կարող եմ ասել, որ այս հակամարտությունը դեռևս մի քանի տարի առնվազն հիշեցնել կտայի։ Որովհետև ռազմակճակատ չկա, այո, ճիշտ ենք հասկանում, այսինքն
Չկա որ սրանք այս ուժերն են, սրանք այս ուժերն են։ Միանշանակ բավականին բարդ է լինելու նախ այդ զինադադարի գոտին կամ այդ պայքարող ուժերին պարտադրելու զինադադարի հասնելու ուրեմն այդ հարցում։ Բայց մյուսը ում պետք է պարտադրել, որովհետև ովքեր են ընդդիմադիրները, նախ սկսենք այդտեղից։ Ոչ մեկ չի կարողանում բացատրել էլի այդ սահմանները, որոնք ովքեր են ընդդիմադիրները, ինչ խմբերի հետ գործ ունեն։ Ըստ էության կա Սիրիական ազատ բանակ կոչված կառույցը, որը ի սկզբանե համարում էր զինված ընդդիմության այդ կորիզը, գումարած դրան բնականաբար տարբեր բնույթի եւ տարբեր նպատակներով գործող իսլամիստական, ջիհադիստական, նույնիսկ թալանչիական տարբեր բնույթի խմբավորումներ, որոնց հետ բնականաբար սեղան նստել բանակցություններ վարել հնարավոր չէ։ Կգտնվի մեկ ուժ իմ կարծիքով նույն այդ ազատ բանակի շրջանակներում, որի հետ կարելի է բանակցել եւ սրանք տեխնիկական խնդիրներ են, որոնք կամքի քաղաքական կամքի առկայության դեպքում ինձ թվում է կարողանան հասնել դրան։ Սակայն խնդիրն այն է, որ արդեն զինադադարի հաստատելուց առաջ արդեն երկրում տեղի կունենան լուրջ քաղաքական եւ քաղաքացիական գործընթացներ, քանի որ երկրին այս հակամարտության ընթացքում հասցվել լուրջ տնտեսական եթե կարգավորվի էլ մի քանի տասնամյակ այո հասարակությունը արդեն հասարակության մեջ բևեռացում է արդեն իսկ երևում է նման բևեռացումները հասարակության մեջ տրամադրության հայացքների սովորել են պատերազմին, հա, այնպեսի տպավորություն որ դարձել է առօրյա մի տեսակ հարմարողականություն ամեն դեպքում կա, բայց բոլորն էլ հասկանում որ սա ժամանակի խնդիր է ուղղակի հենց հակամարտության ավարտից հետո արդեն սկիզբ են առնելու նոր գործընթացներ այն հույսերը որոնք կապվեն ապագա իշխանությունների հետ բնականաբար չեն արդարանա քանի որ այնպիսի վնաս է հասցվել մի քանի 100 միլիարդների որ այո սրանք տարիներ են պահանջում որպեսզի այդ խնդիրները լուծվեն Վարեժ շնորհակալություն ձեզ հետաքրքիր զրույցի համար շնորհակալություն Սրահում ժողովրդավարության ծառն է, ծառի տերևներն էլ ժողովրդավարության մասին աշակերտների պատկերացումները։ Դրանք շուտով կարող են դառնալ հռչակագիր, իսկ նրանք, ովքեր գրել են ապագայի պաշտոնյաներ։ Հարավային Կովկասի երիտասարդական խորհրդարանականները Վրաստանից ու Հայաստանից մեկ հարկի տակ են ժողովրդավարությունը սկսում է քեզնից ծրագրով։ Ամփոփիչ փուլն է, բայց նրանցից ոմանք արդեն հասցրել են լուրջ հաջողություններ ունենալ։ Ազգության վրացի Մարիամը երիտպարլամենտի նախագահությունը ստանձնեց, երբ դեռ աշակերտ էր։ Ես այժմ բավական շատ բան գիտեմ ժողովրդավարության կառուցման մասին։ Մեր այս հանդիպումների արդյունքում ես հասկացա, որ միայնակ ոչ մի պետություն չի կարող առաջ գնալ։ Պետք է գործակցել, սովորել ընկերանալ ու լեզու գտնել, այնպես որ մեզ դեռ մեծ ապագա է սպասում։ Ծրագիրն իրականացնում են Եվրամիության միջոցներով երկու երկրների կրթության նախարարությունների մասնակցությամբ։ 3 տարի շարունակվող ծրագրին Հայաստանից հասցրել է մասնակցել 1800 աշակերտ 17 դպրոցներից։ Լավագույն 5-ը կգնան Բրյուսել։ Դուք այս ընթացքում բազմաթիվ խաղերի ու դասընթացների միջոցով շատ գիտելիքներ եք ստացել։ Դրանք պետք է կիրառեք եւ ոչ թե պահեք մտքում։ Դուք եք այն մարդիկ, որոնք պետք է իրենց երկրներում ստեղծեն ժողովրդավարական միջավայր։ Սա ամփոփվելու է, ընդունվելու միացյալ հռչակագիր եւ այդ 5 պատվիրակ ամեն երկրից 20-ից ընտրվելու է, որպեսզի այդ հռչակագիրը փոխանցի Եվրոպական պարլամենտ։ Ժողովրդավարությունը չեն կարդում գրքերում, այլ զգում են, ապրում, կիրառում։ Երթխորհրդանի կարգախոսն է։ Հենց այդպես էլ աշակերտները փորձում են կիրառել յուրաքանչյուրն իր պատկերացումներին համապատասխան, յուրաքանչյուրն իր պատկերացրած փոփոխության առաջարկներով։ Հայաստանյան տարբերակում ըստ ում ավելի շատ հիմա շեշտը պետք է դնել կրթության վրա, քանի որ շատ ռեսուրսներ չունենք, պետք է կրթությունը զարգացնել, որպեսզի մարդկային ռեսուրսները զարգանան եւ կարողանանք դրա վրա հիմնվելով զարգանանք զարգացնենք քաղաքացիական հասարակությունը։ Այս դեպքում ես առաջարկում եմ կրթության բարելավում, որ փոքրուց երեխաները սկսեն եւ զարգանա մեր պետությունում քաղաքացիական հասարակությունը։ Սովորել չցանկացան ադրբեջանցիները։ Պաշտոնական Բաքուն թույլ չտվեց Ադրբեջանի դպրոցականներին մասնակցել 3 նստաշրջաններից եւ ոչ մեկին։ Պատճառը Հայաստանի նկատմամբ վերաբերմունքն է։ Սակայն Արմեն Աշոտյանը հորդորեց հայ եւ վրացի աշակերտներին այլ աչքով չնայել ադրբեջանցիներին։ Նրանք մեղավոր չեն։ Իրենց իշխանությունները վախենում են, որ կգան Ադրբեջանի երեխաները, կտեսնեն, որ հայ երեխաները իրենց նման սովորական երեխաներ են։ Եվ որևէ պետական քարոզչություն իզորու չի լինի հետո այդ երիտասարդների մեջ հայի թշնամու կերպար սերմանել։
Ցավում եմ, որ այդպիսի դիրքորոշում է որդեգրել Ադրբեջանը։ Մեր այս ծրագրի նպատակներից մեկն էլ հենց գործակցություն կառուցելուն է միտված։ Հուսանք, որ առաջիկայում այդ խնդիրը կլուծվի։ Բրյուսել մեկնող հայաստանցի 5 լավագույն աշակերտները կընտրվեն քվեարկությամբ։ Եվրոպայի սրտում նրանք կհանդիպեն եվրապաշտոնյաների հետ ու կներկայացնեն իրենց ժողովրդավարության ծառը, որը գուցե դեռ ջրելու կարիք ունի, սակայն արմատներն արդեն գծված են։ Արտեմ Լևոնյան, Միքայել Թումանյան, Armnews։ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին ասել է, որ Սաակաշվիլիի ստի դարաշրջանն ավարտվել է եւ ինքը չի պատրաստվում լսել նրա հիմարությունները։ Խոսքը փետրվարի 8-ին խորհրդարանում նախագահի տարեկան զեկույցի մասին է, որին վարչապետը ներկա չի գտնվելու։ Այս ընթացքում վերաբացվել է Զուրաբ Ժվանյայի մահվան գործը, դեպքի իրական փաստերը պարզելու նպատակով արդեն իսկ սկսել են նախկին պաշտոնյաների արձակնությունները։ Ժվանյայի մահվան պաշտոնական վարկածը թունավորումն է գազից։ Նրա ընտանիքի անդամները եւ վրաց նոր իշխանությունները սակայն չեն հավատում այդ վարկածին։ Վրաստանի նոր իշխանությունը վճռական է վարչապետ Զուրաբ Ժվանյայի մահվան հանգամանքները պարզելու հարցում։ Բիձինա Իվանիշվիլին Վրաստանի խորհրդարանի ընտրությունից առաջ հայտարարեց, որ 7 տարի անց Ժվանյայի մահվան հետ կապված բազմաթիվ անհասկանալի հարցեր են մնացել։ Նա խոստացավ, որ հաղթելու դեպքում Ժվանյայի գործի հետաքննությունը կշարունակվի։ Վրաստանում շատերը եւ առաջին հերթին Ժվանյայի ընտանիքը շահագրգռված են, որպեսզի հետաքննությունը շարունակվի։ Ժվանյայի մահվան առնչությամբ քրեական գործը վերաբացվել է։ Քննչական խումբը արդեն հարցաքննել է պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օքրոաշվիլիին։ Նախատեսվում է հարցաքննել նաև նախկին վարչապետ եւ ներքին գործերի նախարար Վանո Մերաբեշվիլիին եւ արդարադատության նախարար Զուրաբ Ադեիշվիլիին։ Այս երկուսը ոչ պաշտոնական վարկածով կեղծել են Ժվանյայի մահվան իրական փաստերը։ Ժվանյայի մահվան 8-րդ տարելիցին նրա եղբայրը պատգամավոր Գեորգի Ժվանյան հայտարարեց, որ առաջին հերթին պետք է հարցաքննել Սաակաշվիլիին։ Ես վաղուց Սաակաշվիլիին հարցեր չունեմ, այն պահից, երբ համոզվեցի, որ նա շահագրգռված է եղբորոս գործի նյութերը կեղծելու մեջ, նրան հարցեր կարող են ունենալ միայն քննչական մարմինները։ Պաշտոնական վարկածով Զուրաբ Ժվանյան 2005 թվականի փետրվարի 3-ին մահացել է գազի թունավորումից, սակայն արդեն 8 տարի վարկածներ կան, որ Ժվանյային սպանել են, այնուհետև տեղափոխել են այն բնակարանը, որտեղ բեմականացրել են թունավորումը։ Սպանության դրդապատճառ կարող էր լինել ֆինանսական միջոցների անարդար բաժանումը վրացական իշխանական նոր էլիտայի միջև։ Վերլուծաբանները նշում են, որ այն ժամանակ Ժվանյան կարող էր դառնալ Սաակաշվիլիի քաղաքական հակակշիռը, հետևաբար նրա մահը ձեռնտու էր հենց Սաակաշվիլիին։ Վարդան Գալստյան, Armnews։ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին ամփոփում է նոր կառավարության առաջին 100 օրը։ Այս ընթացքում գլխավոր ձեռքբերումներից է համաներման որոշումն ու Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու փորձերը։ Նախագահ Սաակաշվիլին քննադատում է Իվանիշվիլին նախընտրական խոստումները չկատարելու, մասնավորապես ՆԱՏՕ-ի անդամագրման գործընթացից շեղվելու համար։ Աշխարհում տեղի ունեցող այլ իրադարձությունները դիտեք տեսաշարով։ Ադրբեջանում ձերբակալվել են ընդդիմադիր երկու կուսակցությունների առաջնորդներ, որոնք մասնակցել են Իսմայիլիում հակակառավարական ակցիաներին։ Ոստիկանությունը նրանց մեղադրում է անկարգություններ հրահրելու եւ ժողովրդի շրջանում անհնազանդության կոչեր անելու համար։ Ձերբակալությունները հարուցել են Վաշինգտոնի մտահոգությունը։ Բաքվից պաշտոնական պարզաբանում են պահանջել։ Փորձագետ Կարլ Ռադերը հայտարարել է, որ ընդդիմադիրների ձերբակալությունները ցույց են տալիս, որ Բաքուն անկարգությունների իրական պատճառները հետաքննելու փոխարեն փորձում է մեղավորներ խնդրել, մարդկանց ուշադրությունը շեղել Իսմայիլիի դեպքերից։ Ադրբեջանը կարող է ժողովրդավարական երկիր դառնալ, եթե Ալիևը հասկանա, որ ակտիվ ընդդիմությունն ու ազատ մամուլն իրոք անհրաժեշտ են երկրի զարգացման համար։ Ամերիկայի Ալաբամա նահանգում բարեհաջող ավարտվել է հնգամյա երեխայի պատանդարման դրաման։ Վիետնամի պատերազմի 65-ամյա վետերանը մոտ 1 շաբաթ շարունակ տղային պատանդ է պահել իր տան բունկերում։ Ամբողջ շաբաթ ոստիկանները բանակցել են հանցագործի հետ երեխային ազատ արձակելու համար, սակայն ապարդյուն։ Միացյալ Նահանգների իրավապահ մարմինները գրոհել են ստորգետնյա կառույցը, փրկել երեխային։ Հանցագործը սպանվել է։ Ստամբուլում սպանված ամերիկացի ֆոտոլրագրողի աճյունը Միացյալ Նահանգներ տեղափոխվելուց առաջ դրվել է Ստամբուլի հայկական 3 խորան եկեղեցում։ Որոշումն ընդունել են ամերիկուհու ընտանիքի անդամները, որոնք այս օրերին Թուրքիայում են։ Ոստիկանությունը հայտնել է, որ ֆոտոլրագրողի սպանության գործով անցնում է 21 հասկացյալ։ Համաշխարհային դասական գրականության մեջ նենք տիրակալի կերպարով նկարագրվող անգլիական միապետության արքա Ռիչարդ III-ը պարզվում է միանգամայն բարետես արտաքին է ունեցել։ Բրիտանացի գիտնականները առերեսվել են Անգլիայի ողջ պատմության ընթացքում ամենահայտնի ու ամենահակասական միապետերից մեկի հետ։ Ռիչարդ III թագավորի դեմքի վերականգնումը պարզել է, որ անգլիացի արքան ունեցել է հաճելի դիմագծեր, փոքր սապատով քիթ ու ընդգծված կզակ։ Արտաքինով նա նման չէ Շեքսպիրի նկարագրած հրեշավոր բռնակալին։ Ռիչարդ III-ի դեմքը վերականգնվել է ըստ
Մանչեսթեր քաղաքի ավտոկայանետեղիներից մեկի տակ երկրաբանների հայտնաբերած մասունքների։ Թագավորական գանգը սկանավորվել է, հատուկ ծրագրով աճեցվել են մկաններն ու մաշկը, հետո ստեղծվել է պլաստիկե մոդելը։ Ռիչարդ III թագավորի մահվան վայրն անհայտ էր 100-ամյակներ շարունակ։ Հանրահայտ արքան զոհվել էր 1485-ին Բոսվորթի ճակատամարտի ժամանակ 32 տարեկանում։ Դրամատիկ վարկածներից մեկի համաձայն 15-րդ դարում նրա մարմինը գցել էին գետը։ Այժմ արդեն Անգլիայի երբեմնի սիրունատես տիրակալը վերջին ու հանգիստ հանգրվանը կգտնի Լեսթերյան տաճարում։ Մարիկ Օստանյան, Arnews։ Մեր կողքին եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձություններն այսքանն էին, ցտեսություն։